Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ։ Եթե հիշում եք, մեր նախորդ տեսանյութը նվիրված էր բյուզանդական կրոնական ֆանատիզմին եւ դրա հետևանքներին։ Ցավոք սրտի, այս կրոնական ֆանատիզմից եւ երկպարակտումներից ձեր չմնաց նաեւ հայ եկեղեցին։ Կրոնական երկպարակտումները քաղաքական դժբախտությունների հետ միասին իրենց ողջ ծանրությամբ ընկան պետականությունը գործած հայ ժողովրդի վրա։ Քիչ էր մնում, որ Կիլիկիայի եւ բուն Հայաստանի եկեղեցիները իրարից բաժանվեին։ Կիլիկիացիները հակված էին դեպի միություն Հռոմի հետ։ Ուստի հայաստանյանց մի քանի վանքեր ոտքի կանգնեցին հայրերի ավանդույթները պահպանելու։ Երկու կողմերի միջև զայրացած բանակրիվ սկսվեց։ Իրար նախադում էին եւ անիծում։ Վարդապետները իրար կռվում են ոչ միայն խոսքով ու գրչով, այլ նաեւ բռնություններով, արյունահեղություններով։ Իսկ կաթոլիկությունն արդեն ներթափանցել էր նաև բուն Հայաստան եւ բույն էր դրել Արաքսի ափին Նախիջևանի գավառում։ Կաթոլիկության դեմ դարվող պայքարին միացան նաև Գրիգոր Դատեվացին եւ Հովնան Որոդնեցին, որոնք իրենց աշակերտների եւ համախոհների հետ կազմակերպեցին այնպիսի մի ուժեղ դիմադրություն, որը մեծ ազդեցություն ունեցավ նաև հայոց կաթողիկոսության վրա։ Իսկ կաթողիկոսությունը մնացել էր Կիլիկիայում։ 1375 թվականին Կիլիկիայի հայոց պետության անկումից հետո Կիլիկիան սկսեց դադարվել հայերից, իսկ Սիս մայրաքաղաքի կաթողիկոսարանն ապահովանվեց այն աստիճան, որ կործանման եզրին հասավ։ 30 տարիների ընթացքում այստեղ նստեցին 6 կաթողիկոսներ եւ 6-ն էլ թունավորվելով սպանվեցին։ Սրբավաճառությունը այլանդակ չափերի էր հասել։ Ձեռնադրվում են միայն այնպիսիները, ովքեր կարողանում էին կաշառք տալ։ Եկեղեցին սկսեց բարոյապես ընկնել, հոգևորականությունը փչացած էր եւ իրենց վարք ու բարքով խայտարակում էին հայ եկեղեցին։ Այս պայմաններում 1439 թվականին Ֆլորենցիայում գումարվեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էր նաեւ հայոց կաթողիկոս Կոստանդինը։ Սա իր կողմից ներկայացուցիչներ ուղարկեց, որոնք գնացին Ֆլորենցիա եւ պաշտոնապես ընդունեցին կաթոլիկությունը։ Այդ ժամանակ արևելյան հայ հոգևորականները որոշեցին կաթողիկոսությունը տեղափոխել Կիլիկիայից եւ 1441 թվականին Վաղաշաբաթում գումարեցին ժողով եւ կաթողիկոսական աթոռը վերահաստատեցին Էջմիածնում։ Սա մի կարևոր քայլ էր, որ արվում էր հայ եկեղեցու պաշտպանության համար։ Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը մի ցավալի հանգամանք ևս պարզեց, այն որ հայ հոգևորականության անկումը կախված չէր տեղից, այն կար նաեւ արևելյան կողմերում եւ Էջմիածնում։ Այսքան հարգելներս, մնացեք խաղաղությամբ։